Ուրիխանյան, երկրորդ խոսափող, նախապատրաստի Մարտուն Գրիգորյանը։ Շնորհակալություն։ Հանրապետության վարչապետը դիմելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին դեմ արտահայտվող դեմ եմ նախաձեռնության անդամներին ասաց, որ պատրաստ է քննարկել այդ օրենքում առկա բացերի խնդիրների վերաբերյալ դրանք չեզոքացնելու առումով նրանց հետ քննարկում իրականացնելու պատրաստ է։ Ինչին նախաձեռնության անդամները պատասխանեցին, որ պատրաստ են քննարկման միայն այն պարագայում, եթե պարտադիր բաղադրիչը այդ օրենքից հանվի։ Հարցը վերաբերում է 100 հազարավոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Ես ուզում եմ հնչեցնել շատ կոնկրետ այն եւ ստանալ կոնկրետ պատասխան բոլոր այդ քաղաքացիների համար։ Վերանայվելու է թե չէ եւ հանվելու է թե ոչ պարտադիր բաղադրիչը այդ օրենքի մեջից։ Հարցին կպատասխանի Վաչե Գաբրելյան, աշխատակազմի ղեկավար նախարար։ Մենք պատրաստ ենք աշխատելու դեմ եմ շարժման հետ, որպեսզի շտկենք բացերը, որոնք կան օրենքում, ինչպես ցանկացած օրենքներում։ Սակայն չեմ կարծում, որ անհրաժեշտ է նախապայմաններով խոսել, այդ թվում դեմ եմ շարժման հետ մեր տեսակետից եւ նրանց կողմից մեզ հետ։ Կարծում եմ, որ աշխատանքային հանդիպման ժամանակ, որը մենք կունենանք եւ կխոսենք, մենք կքննարկենք այն բոլոր հարցերը, որոնք փոփոխման ենթակա են եւ փոփոխման ենթակա չեն եւ կաշխատենք գտնել փոխըմբռնման այն եզրը, որը կձգտենք գտնել միմյանց հետ։ Եվ կարծում եմ, որ այդ հանդիպումը անպայման պետք է լինի սահմանադրական դատարանի որոշումից հետո, որպեսզի շատ ավելի հստակ կլինեն մեր գործունեության սահմանները։ Երկրորդ խոսափող։ Այնուամենայնիվ նորից ուզում եմ հարցս կրկնել եւ ակնկալում եմ ստանալ բուն պատասխան։ Պարտադիր բաղադրիչը վերանայվելու է թե ոչ, հանվելու ենթակա է թե ոչ։ Մենք պատրաստ ենք քննարկել առանց նախապայմանների եւ մենք պատրաստ ենք դա անել հենց դեմ եմ շարժման հանդիպման ընթացքում եւ այն ժամանակ էլ կքննարկենք այդ ձևաչափը, ինչպես նաեւ այն սկզբունքները։ Մենք պատրաստ ենք առանց նախապայմանների եւ չենք ցանկանում, որպեսզի նրանք եւս նախապայմաններ դնեն հանդիպելու համար։ Մարտուն